Բարև, ես Էլինան եմ, դու գտնվում ես իմ ալիքում։ Այսօր մենք գնում ենք մի քանի օրով հանգստանալու Թեժլեր ռեզորտ ու ես որոշեցի ձեր համար նկարեմ վլոգ, որտեղ ինձ թվում է, որ շատ հետաքրքիր է անցնելու։ Ու մենք արդեն հավաքում ենք իրերը, որպեսզի շարժվենք, ես ամբողջ մանրամասներով ցույց կտամ, բայց մինչև վիդեոն անցնել անպայման պետք է հետևի իմ Instagram-ի էջին, անունը Էլին Մարտիրոսյանն է, լինքը կթողնեմ ներքևում, իսկ մենք սկսեցինք։ Արդեն ես ու Էրիկը բոլոր իրերը տեղավորել ենք։ Ես ասեմ, ոնց որ ամեն ինչ պատրաստ է, Էրիկը բարձրացել է մի երկու բան էլ բերի ու վсё, ոնց որ թե արդեն կարանք գնանք։ Արդեն շարժվել ենք։ Հասել ենք, իջնում ենք ծովագյուղ խանութ, ստեղ ահավոր սառն է ու ցուրտ է, բայց մի քանի բան վերցնում ենք ու գնանք։ Եկել ենք մի քանի բան վերցնենք ու դուրս ենք գալիս, արդեն մնացել է երևի մի 50 րոպե հասնելու։ Սենց բաներ ենք վերցրել, համով բաներ ու արդեն գնում ենք, նայեք ինչ սիրուն բան ենք։ Այդ բնությունը զգացեք, պրոստը բան չուն ասում։ Վերջն է։ Հավաքենք գրավաշկաներ ու շարունակենք, մնացել է երևի մի կես ժամ կամ չգիտեմ 25 րոպե երևի կարգի։ Արդեն հասել ենք, սենց սիրուն տեղ է, այս մեր տանիքն է, համ մտնենք տեսնենք ինչ կա այնտեղ։ Ես շորս փոխեցի, որովհետև շատ ցուրտ է այստեղ, չնայած որ մենք չէինք սպասում, որ այդքան ցուրտ է լինելու, ու հիմա տեսնենք թե ինչ ենք անում։ Ez basenine. Taker? Yes, yerken çamakları var. Basenine. Ekelenk hamur բաներ ուտելու, ստեղ սենց շատ իստորա, շատ համասնաճ ինձ դուր է գալիս։ Իսկ դրսում սենց տեսարան է, շատ հաճելի երգ են դրել, ոսկոսա գովազ չի մեր ընձնական կարծիքն է։
Էս այդ սոչիներն ա, որոնց փոշին որ շատ օգտակար ա։ Ճիշտ աստեղ այդքան շատ չի, որովհետև անձրևը մի քիչ մաքրում ա, բայց ամենայն դեպս էլի ոչինչ։ Ահագին խաղացինք, հիմա թեինք խմում։ Դասը մանում, երեխեքը խաղում են, ասա մի քիչ հետո արդեն երևի պարկում ենք գնելու, ահա որ հոգնած ենք։ Այսօր մեր երկրորդ օրն է այստեղ, ու մենք արդեն պատրաստվել ենք, հեսա 9:30-ից 11-ը գնալ ենք Նախաճաշի դրսում լավ եղանակը, չնայած որ շատ սառն ա, ցուրտ ա ու քանի օր անձրև ա տալիս, հեսա կարող հիմա է ոնց է նույնիսկ մի քիչ անձրև ա, նամա փոշոտում այդքան շատ չի, բայց դա ինչ արած։ Գնում ենք հաց ուտելու ու անձրև ա գալիս, իսկ մակրոսներին ջուր ա լինում միշտ, դրա համար այս շատ լավ պահում ա։ Քանի որ արդեն տեղերը սահմանափակեր, ես նստել ենք ստեղ, եսը ներքևում, բայց վերևում իհարկե ավելի սիրուն է տեսարանը, շատ սիրուն է սարքած ու ինքը համով բաներ կա։ Քանի որ դուրսը շատ ցուրտ էր, եկել ենք ես դաս եմ անում, երեխեքս ինձ խաղում են, մինչև տեսնենք եղանակը ոնց ա լինում, բացվում ա կամ չէ։ Յոթ նայեք ինչ կյանքեր եմ գտել, ռեժիկը փախավ ավտոյի տակ, բայց ինքն լավն է։ Ունիկը ծակակ է։ Հենա մտքնշում նայեք ինչ ջուրա, ես ոստի չգիտեմ չում կարող բացատրամ իմ սերը կատուների ծածերի, ստեղա։ Մեր պուշոկը իդեպ էլի Իրանից է, էլի սիբիրսկի կատու է, ինքն էլ ոնց էր, որովհետև շատ փափուկ է, բայց այն մեկը շատ լավն է։ Հիմա արդեն գնում ենք հաց ուտելու, որից հետո ես ու մաման գնալու ենք Երևան ու առավոտյան նորից հետ ենք գալու, այդ ընթացքում երևի թե ոչ մի բան չեմ նկարի, բայց վաղը առավոտյան էլի կշարունակեմ այստեղից արդեն վլոգերը։ Ոնց որ ինչ-որ մեկի ծնունդն ա, Happy birthday, Pulsik։ Cupcake-երով, մամերով, տենց։ Արդեն ոնց հասկացաք հետ ենք եկել, հեսա մի քիչ հետո գնում ենք հաց ուտելու, իդեպ Երևանից եկել է իմ պատվերը, ովքեր չգիտեն ասվեն է, բայց հիմա ես ձեզ ցույց չեմ տա, եթե կուզեք իրար հետ բացենք ու փորձարկենք, անպայման կգրեք կոմենտներում, այս առանձին վիդեո կնկարեմ։ Երևանում շատ շոկ էր, ստա համենայն դեպս իհարկե ավելի սառն է, չնայած որ երեխեքը մինչև եկան հասցրել էին բասեին մտնել ու շատ ափսոս որ չեմ նկարել, բայց ինչևից է հիմա գնում ենք արդեն ճաշելու։ Ստեղ էս ճաշարանի հատվածում շատ են, ահագին արդեն թափտվեցինք, շնչեցինք, կարելի է գալ դժը խոտերի մեջ նստել երևի, այն արդեն դժը երևում ա դեռ մեր արած փոշին, չնայած որ անձրևը մի քիչ էլի մաքրել ա, բայց դե։ Ու մեր մոտ էլի ծնունդ ա։ Արդեն երկրորդ օրն է։ Այս անգամ լավ եղանակ ա, որոշել ենք դուրս նստենք ու ահա որ հավես ա, Սոչիների տակ պրոստը չգիտեմ չեմ կարա բացատրեմ։ Այս անգամ սուպն եմ վերցրել, ոսպոր սուպը իմ ամենասիրեցն է։ Տեսնենք։
Այստեղ ինչ-որ հեն անտառի մեջ կամակներ կա, որ Էրիկն է գտել տեղը ու ասաց, որ մենք չենք գտնի, մեզ է գետն ցույց տամ, որ կգտնենք։ Հեսա ստեղը կանք, ասենք ինգերնից շատ հավերս է այս մասը, դել Էրիկը։ Վատայնա, որ սա հնիքը այս սրանցից կա, իսկ ես իրենց տանել չեմ կարողանում ուղղակի։ Արդեն մեր վերջին օրն է այստեղ, այսօր հեսա նախաճաշից հետո պատրաստում ենք, որ գնանք հետ։ Երեկոյան էլ ոչինչ չհասցրի նկարեմ, որովհետև արդեն եկել ենք միանգամից դաս եմ արել, ձեր համար ուրիշ մեկ վիդեո եմ նկարել ու քնել ենք, իսկ այսօր արդեն կնկարեմ ինչ ենք անում։ Ահագին ստեղել մանեկանք, հիմա արդեն գնում ենք պատրաստվենք, որովհետև 11:30 է, իսկ մենք 12-ին դուրս ենք գալու։ Արդեն պատրաստվում ենք, իրերն ենք տեղափոխում, որ դուրս գանք։ Իրանց հիման գալիս որ ճաշիկները տայինք ու գնեինք եկան։ Սենց իդեալական ադուղանչիկ էլ չէի տեսել, ոչ մի հատը պոկած չի։ Եկել ենք Դենդրոփ պարկ, բայց չենք կարողանում ոնց որ տեղավորվենք կանգնենք։ Մի հատ կին թողած, որ իրա տանհավարի դիմաց կանգնենք, որովհետև բաց հարձակ տեղ չկա, պրոստը գժամացա։ Արդեն անցանք, գալիս որտեղ կանք նստանք։ Արդեն մի քիչ անձրև սկսեց, հետ ենք եկել ու գնում ենք դեպի Երևան։ Անձրև էր, հիմա մի քիչ կտրվել է, մենք կանգնել ենք ծաղիկ հավաքենք, մինչև մերոնք էլ հասնեն։ Շատ լավ եղանակա Սիրունա մաքուրոթա, չգիտեմ, իջել ենք չավաքենք, մինչև շարժվել է, արդեն սպիտակը անցել ենք։
Դե ինչ այսօրվա համար պատրաստել էի այսքանը, ուսանում հավանեցիք, չմոռանաք վիդեոն պահել ձեր լայքերով, բաժանորդագրություններով, հետևել իմ էջին, անունը Էլին Մարտիրոսյանն է, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով, պակա։